Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ։ Եթերում Փարոս հեռուստացագրի հատուկ թողարկումն է։ Հարգելիներս, այսօր մեր տաղավարում է Փարոսի հյուրն է Արաբո Իսպիրյանը, ռազմահայրենասիրական երգերի փայլուն կատարող։ Հարգարժան լսարան, ուրեմն մայիսի 1-ին Նոկիայում համերգ պետք է տեղի ունենա ռազմահայրենասիրական եւ այդ կապակցությամբ Միացյալ Նահանգները ժամանել հայրենիքից մեր հարգարժան երիտասարդ արվեստագետ Արաբո Իսպիրյանը։ Բարի օր Արաբո։ Բարի օր Բալաբեկյան։ Բարով ես եկել։ Շնորհակալ եմ, շնորհակալություն հյուրընկալելու համար, շատ լավ դուք ոնց եք։ Շատ լավ Արաբո ջան։ Ճիշտ է, սպայդրությամբ հայրենիքում ռազմական գործողությունների մեջ են մեր երիտասարդությունը, բայց այստեղ էլ ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար ուրեմն քո նմանների կարիքը կա համայնքում։ Բնականաբար համաձայն եմ, այո։ Փորձենք այսօր լուսաբանենք մեր հանրությանը, որտեղից, ինչ, ինչու եւ ինչպես։ Առաջին հերթին տեղափոխվեցիր հայրենիք։ Թողեցիր Միացյալ Նահանգների փափուկ կյանք, այսպես ասած, եւ գնացիր հայրենիք։ Ինչպես դիմավորվեցիր հայրենակիցները մեր կողմից, ինչպես ընդունեցին քեզ, ինչպես ընկալեցին քեզ։ Դե բնական է, Ամերիկայում մեծացել եմ, ապրել եմ այստեղ 16 տարի, տնեցիքի հետ, ընտանիքով հետ միասին, եւ ասեմ, հայրենիք մեկնելու համար բոլորիս որոշումներ, ընտանիքով որոշեցինք, որ մեկնենք Հայաստան, դե որ լինել, որ ընտանիքով էլ չտեղափոխվենք, ես վաղ թե ուշ պետք է վերադառնայի հայրենիք, որովհետև այնտեղ շատ հոգեհարազատ է ինձ, ճիշտն ասած, թե Հայաստանը, թե հողն ու ջուրը որ կա, պարտադիր պետք է վաղ թե ուշ բոլորս էլ վերադառնանք։ Սերով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ, շատ ճիշտ։ Արաբո ջան, բնականաբար երկիրն ունի իր շոու բիզնեսի հարթություններն ու ասպարեզները եւ ինչքան էլ լավ լինես, ոչ ցանկալի պետք է լինես շատերի համար, որովհետեւ կոնկուրենցիան շատ է, այսպես ասած։ Այդ հարթության վրա ինչպես դիմավորեցին, ինչպես քեզ զգացիր, ինչպես մերվեցիր։ Ես շատ հանգիստ եմ ինձ զգում մեր շոու բիզնեսի մեջ։ Թե լինի կոնկուրենցներ, ես չէի ասի կոնկուրենցիա կա մեր շոու բիզնեսի մեջ, որովհետեւ բոլորս էլ մեկ ենք։ Թե լինի հայրենասիրական, թե լինի ազգային երգերով, որ մեջտեղ գաս հայ ժողովրդիդ առաջ, թե լինի էստրադա, թե լինի ուրիշ ոճային երկարվեստի մեջ, բնագավառի մեջ, որ երգիչերչուները կան, ես համարում եմ բոլորս էլ մեկ ենք, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ պարտավոր ենք մեր հայ ժողովրդին ուրախացնել, թե դուխ տալով, թե ոգեշնչելով, ամեն ձևերով էլ մենք միշտ պատրաստ ենք։ Եվ ժողովուրդը, քանի որ ես մեծացել եմ հայրենասիրական ազգային ընտանիքի մեջ, բնական է իմ ոճը ազգայինն է։ Դա ինձ հոգեհարազատ ավելի ճիշտ։ Այո, ժողովուրդը կուզենա սիրային երգեր լսի, ուրախանալու, ապրելու երգել, այո, դա էլ ենք մատուցում։ Դա մեր ժողովրդին է։ Բայց ինչ որ մնում է ազգային հայրենասիրական ոգին, դա մեր պատմությունն է, դա մենք պետք է պահենք եւ պաշտպանենք։ Երբ հարցազրույց բազմից ունեցել եմ հայրիկիդ հետ, մեր մեծ վարպետի Ներսիկ Իսպիրյանի, նա բազմիցս բարձրաձայնել է, որ ինքը իրեն ավելի շատ երգիչ չի համարում, այլ մեկնաբան է համարում, հայոց պատմության մեկնաբան, երկարվեստի միջոցով։ Դու ինչպես ես քեզ համարում ավելի։ Ես էլ կարող եմ ասել մեկնաբան եմ, այո, շարունակող եմ եւ պետք է շարունակեմ։ Դա չեմ կարող կիսատ թողնել, որովհետև մեր ժողովուրդը դեռ կիսատ գործ ունի, որպեսզի մենք բոլորս էլ հասնենք Արևմտյան Հայաստանին։ Դա բոլորիս նպատակն է եւ բոլորիս նպատակն է այն, որ միասնական լինենք, բռնցված լինենք, մեկս մյուսի կողքին լինենք եւ պաշտպանենք։ Արաբո, երբ բեմից համերգի ժամանակ մատուցում ես համապատասխան երգերը, համապատասխան երաժշտությունը հանդիսատեսին,
եթե Բաղդադենք, եթե համատենք ռազմականը, ռազմահայրենասիրականը եւ ավելի սիրային, հա, լիրիկականը։ Սիրայինը Էներգիան ինչպես է զգում, այսինքն։ Էներգիան շատ եմ զգում, տարբերությունը մեծ է։ Հայրենասիրական ազգային երգ, տեսնում ես ինչ է անում դիմացին։ Անշուշտ, երբ որ դու ազգային հայրենասիրական երգ ես ներկայացնում հայ ժողովրդիդ, արդեն դու հզորությունը զգում ես քո ժողովրդի, թե իրանք ինչ են շնչում, թե իրանք ինչ են ապրում, թե երգով։ Ու դու գիտես, որ քո մեջքին իրականում բանակ կա կայնած։ Եվ երբ որ արդեն երիտասարդական երգեր, ուրախ երգեր, պարային երգեր ես ներկայացնում, ավելի շատ ոնց որ մի սեղանի շուրջ նստած լինես, քո հայ ժողովրդի հետ, ուրախանաս, ժամանակ անցկացնես։ Դրանք մենակ ժամանակային երգեր են, որը որ դա էլ է պետք մեր ժողովրդի համար, բնականաբար, բայց ազգային հայրենասիրական ոգին մի ուրիշ զգացողություն է մեր հայ ժողովրդի մեջ։ Գիտեմ, որ Երջանկահիշատակ Աղասպապը մեր ավականքերը եւ Ներսիկ Իսպիրյան մեծ ներդրում ունեն քո կայացման մեջ երկարվեստի եւ առհասարակ։ Այսօր արդեն կայացած երգիչ ես համարվում եւ աշխարհի շրջագայությունները արդեն ասում է դա։ Այսօր ունես համապատասխան թիմ, որոնք լրջորեն զբաղվում են ամեն ինչով, այսպես ասած։ Գլխավոր թիմի հրամանատարը Ներսիկ Իսպիրյանն է, բնականաբար հայրիկս, եւ մեծամասնությամբ ուղղությունները ինքն է ցույց տալիս, բայց դե թիմ ունենք, թե ռեժիսորական պիտ պաշտպանեմի ռեժիսորը մեր Վայք Հարությունյանն էր, երգերի համար մեր Էդգարն է, Ալեքսանյան դուետրո ստուդիայի, Հակոբ Ալեխանյանը կա, որ էլի ազգային երգերագրում բոլորիս համար, նաև ինձ հայրիկիս եւ աղաս Իսպիրյանի համար։ Եվ դա մեր թիմն է, ես կարող եմ ասել, եւ ես շատ ուրախ եմ, որ այդպիսի անձնավորություն են իմ կողքին կանգնած։ Եվ վերջի տեսահոլովակը, որ նկարեցիք զուտաժնական Արցախի մեջ եւ այլը, մտքովդ անցնում էր, որ այս օրերին այդպես դեպքեր իրականության մեջ պետք է ունենան տեղի։ Բոլորս էլ պետքա պատրաստ լինենք։ Թուրքից միշտ պետքա պատրաստ լինենք եւ մեր ապահովությունը, մեր դիստանցիան պարտադիր պետքա պահենք եւ չգիտես, վաղ թե ուշ ինչ կարա լինի։ Պատերազմը այո, կրկնվեց ապրիլի 2-ից եւ զոհեր ունեցանք, բայց քանի որ մեր հայ ժողովուրդը ելավ ոտքի միասնական դարձան, ես իրականում ապշել էի։ Որտես բռնցքված էին, սաղ հելել էին ոտքի, մենք պետքա այդանք, մենք պետքա մեր զինվորների կողքին լինենք, մենք պետքա պայքարենք, միասնական էինք։ Այսպիսի բան ես вообще իմ կյանքով մեկ չէի տեսել։ Իրականում խոսակցություններ են շատ լինում, որ Արցախյան պատերազմների վաղ 90-ական թվականներին այսպիսի բռնցքված չեն եղել այն ժամանակ, քան այսօր։ Եվ իրոք, որ Սփյուռքում նայում ես, մեր հայ ժողովուրդը ապշելու էր, ուրախանում էր դրանից, որ իրանք դուխ ունեն, ոգին կա, արթուն է, մենք պատրաստ ենք, մենք կպայքարենք ամեն ինչի համար։ Ես ապշել եմ եւ շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հայ ժողովրդին, որ իրականում կա այդ ոգին եւ պահում պաշտպանում է։ Արավո ջան, մայիսին 1-ին համերգ պետք է տեղի ունենա։ Համայնքում ունենք բազմաթիվ համերգներ, որոնք որ ուրեմն չեղել հայտարարվեցին դեպքերի հետ կապված բաց պատճառներով։ Բայց Արաբոն, այսպես ասած, ժողովրդի լեզվով ասած, դուխաթափ չեղավ։ Համերգի կազմակերպիչները ընդհանրակը ավելի շահագրգռված են համայնքի ոգին բարձրացնելու համար։ Ես ինչ պետք է ունենա մայիսի 1-ին։ Մայիսի 1-ին տեղի ունենալու ռազմահայրենասիրական երգեր։ Եվ ծրագիրը լրիվ փոխվելու է։ Եվ ավելի ազգայինն ենք տանելու առաջ, հայրենասիրականն ենք տանելու առաջ, որովհետև ոչ մեկս բացարձակապես չենք սպասում այսպիսի հեղափոխություն կլիներ։ Հայ ժողովրդի մեջ նաև որ այդ պատերազմը սկսեց անակնկալի եկան բոլորս եւ քանի որ արդեն որոշված էր որ մայիսի 1-ին համերգը տեղի ունենալու Club Nokia-ում ես շատ ուրախ եմ որ կարող եմ իրականում լինել մայիսի 1-ին ներկա լինել այստեղ մեր հայ ժողովրդի կողքին ավելի քաջաբերել եւ ավելի ոգի եւ դուխը պահենք եւ արտնացնենք այդ ամեն ինչը ինչ որ ունենք մենք այսօրվա հիմիկվա դրությամբ Եվ շատ ուրախ կլինեմ մեր հայ ժողովուրդը, որ ներկա լինեն
որ բոլորս միասնական լինենք այդ օրը եւ դուխ տանք մեր հայ ժողովրդին Հայաստանում, մեր զինվորներին, որ պահում են մեր խաղաղանդորը։ Շատ բարի, հարգելիս։ Անցնենք կարճ դադարի։ Անցնենք։ Կվերադառնանք ավելի շատ կլուսաբանանք հենց օրվա ծրագրի հետ կապված, կազմակերպիչների հետ կապված, արդեն կազմակերպիչներից ասացին ականջից, որ համերգը չեղյալ է համարվելու, որ համերգը ոչ թե չեղյալ է լինելու, այլ ընդհակառակը համերգը օգնելու է մեր ազատամարտիկներին, որոնք որ այսօր կանգնած են սահմանին, իրենց առաջին անհրաժեշտ պետույքներին ապահովելու համար։ Անշուշտ։ Հարգելիներս, կարճ դադար եթերում։ Մանուկ հասակից լսում եմ պապերիս ձայնը, Կհարցես անընդ մեջ լացում են մեր մանուկները, Ինչու է սիրտս անվերջ տխրում, Երբ մնում եմ մենակ ու տրտում, Գերդաստանս ցարիվ եղած, Եղբայր ու քույրո տարածած, Տնից տեղից հեռու տարան, Միլիոնավոր հայեր զոդարձան, Սրտիս միջին նշան եմ արել, Կյանքս եմ դարել, ու պիտի պահեմ, Հողն ու ջուրը մեր սուրբ հայրերի, ու ողջ զոհերի, պիտ Երած տեսած ովից ծովեր մեր Հայաստանը, Առաջնորդներ տերունական աղոթքն ու հույսը, Աչքս բացվեց ամենը վերահացավ, Մի վարկյանում հրեգունդ դարձավ, Որն է բաբիկ, պիտերթամ հայրենիքս պաշտպանելու։ Գեցիր մանչս, ասիգա քեզի կպահպանե։
Հարգարժան լսարան, ովքեր որ նոր միացանում ես, հիշեցնեմ, որ այսօրվա Փարոսի արտակարգ հաղորդումն է եւ Փարոսի հյուրն է հայրենիքից ժամանած ռազմայինասիրական երգերի փայլուն կատարող երիտասարդ արվեստագետ Արաբո Իսպիրյանը։ Արաբո, շարունակենք մեր զրույցը։ Մայիսի 1-ին ուրեմն պետք է Nokia Club-ում, այսինքն Nokia-ի փոքր դահլիճում տեղի ունենա համերգ։ Մի քիչ լուսաբանանք, եթե կարելի է փակագծերը չբացելով, եթե ով կազմակերպես, ինչպես եկավ այդ մտահղացումը, ինչ պետք է այդ օրը տեղի ունենա։ Մոդիվենց կազմակերպություններ, որ հրավիրեց ինձ, հյուրընկալեց, որպեսզի համերգը կազմակերպվի եւ ըստ պահանջի ժողովրդի կողմից երբ է Արաբոյի մենահամերգը կայանալու, երբ է Արաբոյի մենահամերգը կայանալու եւ ըստ դրա որոշեցինք, որ մայիսի 1-ին Club Nokia-ում լինի համերգը եւ կուզենամ ժողովուրդը ներկա լինի, որպեսզի լավ ժամանակ անցկացնելու համար մեկ-երկրորդն էլ հայրենասիրական ազգային ոգով բոլորս սնվենք եւ գնանք տուն։ Այդպիսի համերգ ուզեցանք կազմակերպել եւ հույսով ենք առաջ Աստված Արդեն ամեն ինչը բարձ նվագողներ, բարեկամներ եւ այլ ամեն ինչը բարձ է։ Շատ բարի։ Վերջին ժամանակի ընթացքում Նևսիկ Իսպիրյանին տեսանք ազատաբարտիկների հետ եւ զինվորների հետ Տիգրանակերտում այդ հավաքույթը, խրախճան հավաքույթը, որը որ անկեղծ ասեմ ոգևորեց բոլորին։ Առաջին հերթին որ այդպես Տիգրանակերտի մեջ էր։ Երկրորդը որ նոր սերունդի ուրեմն զինվորները մեր հայոց բանակի եւ հին սերունդի ազատամարտիկները գումարած հասարակական քաղաքական գործիչներ այդ երևույթը տեղի ունեցավ։ Առաջիկայում կան ծրագրեր, որ ուղղակի դիրքերով անցնես։ Մտահղացումներ կան, այո։ Համերգային, այո, ուզում ենք թե տարբեր չաստերում մասնակցելու համար մեր զինվորներին որ հասնենք դուխ տանք եւ անշուշտ արդեն դա գալիս է մեր կազմակերպությունից Հայաստանում, որ կազմակերպվի դա եւ 3-4 հատ տեղ չի լինելու, այլ որտեղ որ ունենք բազա, որտեղ որ ունենք մեր բանակը, անպայման պետքա բոլորի մոտ էլ գնանք, բոլորին դուխ տանք, ոգի տանք եւ ասենք թե մենք չենք կարող ֆիզիկապես ձեր կողքը լինենք, բայց մենք ոնց կարող ենք երգով ձեր կողքը լինենք, միշտ պատրաստ ենք։ Հավատա, երգն էլ ամենահզոր զենքերից մեկն է, որ բնականաբար, այո, ուժգու իր ազդեցությունը ունի։ Շատ ճիշտ է։ Ինչ կոչում ես հղելու մեր լսարանին, քո լսարանին։ Իդեպ հիշեցնեմ, որ այս ծրագիրը ռադիո հայքի միջոցով լսվում է նաև Միացյալ Նահանգներից դուրս եվրոպական բոլոր երկրներում, հայկական համայնքներում, արևմտյան ափերում, Իրանում եւ այլն։ Ես մեր բոլոր սփյուռքա հայերին կասեմ, որ միշտ սիրտներդ լեն պահեք, ամեն ինչ լավ է լինելու, դուխով, քանի որ մեր հայ ազգը կա, մեր հայոց բանակը կա եւ պահում է մեր խաղաղանդորը, որպեսզի մենք կարող ենք գլուխներս հանգիստ տնենք, բարձին քնենք, ամեն ինչ լավ է լինելու հայ ժողովուրդ, միշտ միասնական եղեք, բռնցքված եղեք, մենք նաեւ ձեր կողքին ենք մեր բնակավարում, որպես թե երգիչ, թե դերասան, թե բանաստեղծ, բոլորս էլ միշտ պատրաստ ենք մեր հայ ժողովրդի կողքին ենք, ամեն ձևով ոնց կարող ենք օգտակար լինենք, միշտ իրանց հետ ենք։ Սիրտներդ լեն պահեք, հայ ժողովուրդ, դուխով։ Արաբո ջան, առաջիկայում, այսինքն այսպես ասեմ, մեր համայնքում այսօրվա դրությամբ տարբեր միությունների, կազմակերպությունների, խմբավորությունների եւ ընկերությունների միջև ակցիա տեղի ունենում հասնելու համար առաջին գծում մեր հայրենագիցների ուրեմն անհրաժեշտ պիտույքներին, սկսել առաջին անհրաժեշտության դեորայք, վերջացրած համազգես եւ այլ պիտույքներ։ Արդեն ձեր ղեկավարը համերգի կազմակերպիչները հուշեցին, որ անպայման մասնակցելու են, հիմնական նպատակն դա է համերգի, որ չհետաձգեցին կամ չերյալ չհայտարարեցին։ Բոլորիս միտքն էլ դա է, որ կարող ենք մենք մեր կողմից էլ փոխանցենք անպայման մեր արցախյան հերոսամարտաղերքի համար մեր կողմից էլ։ Հաջողություն եմ մաղթում, ձեր աշխատանքներին առաջիկայում կստեղծվեն հնարավորություններ կրկին անգամ մեր հանրության հետ առնչվելու եւ բոլորս էլ սպասում ենք
մեծ վարպետին, Ներսի Գիսպիրյանին, որ ուշքի կարոտենք։ Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, այսքանով ավարտեցինք այսօր մեր ծրագիրը։ Ուրեմն հիշեք մայիսի 1-ին Nokia-ի փոքր սրահում երեկոյան ժամը 7-ին տեղի պետք է ունենա ռազմահայրենասիրական լուրջ համերգ։ Ցանկալի է, որպեսզի հատկապես ձեր մատաղսերն, ձեր երեխաներին ուրեմն վերցրեք ձեր հետ։ Տպավորիչ լինելու։ Եվ ավելացնեմ, իրենց խնդրեմ։ Ներես Բալաբեկ ջան, նոր սերունդ, նոր երիտասարդ։ Դուք եք մեր առաջնորդը, որպեսզի հասնենք արևմտյան Հայաստանին։ Գեցես։ Արդեն ամենջացվեց։ Կհանդիպենք ուրեմն մեր հերթական ծրագրերի օրերին նորություններով։ Մնացեք բարյավ։